ձեզ, դուք դիտում եք Arm Comedy-ին, այսօր մենք այն կվարենք մեր երևանյան տղավարից եւ այսօր այն կվարեն Նարեկ Մարգարյանը եւ Բենյամին Սարգսյանը, իսկ այսօրվա թողարկմանը դիտեք։ Այսօրվա թողարկմանը դիտեք քաղաքական որոշ Ստոպ անոնսն է հիմա մտնում։ Հա, ճիշտ է, Արա Աբրամյանի երկար սպասված նոր ասուլիսը։ ՀԱԿ-ը մեղադրում է Վենետիկի հանձնաժողովին կաշառված լինելու մեջ։ Ինչպես աշխատել շատ փող падգամավորի խորհուրդները։ Երկար սպասված բարի լուրեր ԴԱՀԿ ծառայությունից։ Հրաշալի լուր ոչի ճամբարից։ Լևոն Զուրաբյանը մեղադրեց Վենետիկի հանձնաժողովին կաշառված լինելու մեջ։ Լուրջ ով է իրանց կաշառել։ Տատս, իշխանություն էլի։ Տատը հանրապետական է։ Մի խոսքով հնչեց մեղադրանք, իսկ հետո Արձագանքելով ոստիկանության խնդրանքին տրամադրել ունեցած փաստերը Գագիկ Հարությունյանի կողմից Վենետիկի հանձնաժողովին կաշառելու վերաբերյալ Լևոն Զուրաբյանը պատասխաննամակում հայտարարում է, թե բացարձակ անվստահություն ունի իրավապահների նկատմամբ։ Այսինքն մի վարքյան, ստացվում է, որ մեղադրանքը հնչել է, ոստիկանությունը ասել է հարց չկա, տեղեկություն տվեք, նստացնենք, գործ բացենք ու տեղեկություն չի տրամադրվել։ Չէ, դու չի վստահում։ Բայց ոնց որ կիսատ է դառնում մեղադրանք առանց դրա։ Որովհետև լիքը մեղադրանքներ, երբ փաստարկվում էին, մեկը ընթացք չէր տրվում։ Ի տարբերություն դրա, փորձում իրավական ընթացք տալ քաղաքական մեղադրանքին։ Իսկ քաղաքական մեղադրանքը ինչով է տարբերվում սովորական մեղադրանքից։ Նայ փոքրիկ բարեկամս, կա մեղադրանք, որ հետո պետք է դե ապացուցես, որ ճիշտ է, իսկ քաղաքական մեղադրանքը չի ենթադրում որևէ ապացույց։ Կարաս ինչ ուզում ես ասես։ Լսի, իդեպ սահմանադրական դատարանը շատ էմոցիոնալ արձագանքեց այս մեղադրանքին։ Հեչ իրանցից չի։ Ընդդիմադիր падգամավորի պնդումը որակելով մարազմատիկ անհեթեթություն, սահմանադրական դատարանը ազատության գրավոր հարցմաննի պատասխան միաժամանակ ընդգծում է, չի մեկնաբանում Լևոն Զուրաբյանի երևակայությունները։ Իսկ հիմա շատ կներեք, բայց Զուրաբյանը իրավունք ունի պահանջել փաստեր մարազմատիկ լինելու մեղադրանքի մասին։ Դե կարող է դա ուղղակի քաղաքական հայտարարություն է։ Ինչ ապուշ ես բայց դու։ Ոնց որ էմոցիոնալ բան ասեցիր, հա, աչոտ։ Քաղաքական հայտարարություն էր։ Հա, օքեյ, ոչ մի խնդրեմ։ Այս պահին միայն մեկ բան է պարզ։ Լևոն Զուրաբյանը շատ հայրենասեր մարդ է։ Դատախազությունը չգիտես ինչու այդ հարցերում պահպանեց օլիմպիական հանգստություն։ Մի րոպե 5 դրոշակ է Զուրաբյանի սեղանին։ Ոչ թե 5, այլ 6, ու ոչ թե 6, այլ 6 դրոշակ, 6 ՀՀ դրոշակ, նույնիսկ Խաչի կասրանի սենյակում ընդամենը 4 դրոշակ է, ճիշտ է, ավելի մեծ ու արծիվներով, բայց մեկ ընդամենը 4։ Բայց ոնց որ ոչ միայն ՀՀ դրոշներ, հա, ինչ որ Եվրամիության դրոշակ կա արանքը։ Հա, այդ ուղղակի հայրիկյանները գործով մտել մի պահ։ Լավ, հիմա ինչ եք անում, ապացույցներ տալիս ենք, թե չէ։ Այ երբ որ բոլոր մեր բարձրացրած հարցերին կոնկրետ փաստերով կտակ պատասխան, կանդրադառնաք, այդ ժամանակ խոսենք։ Իսկ առայժմ թե ինչ որ փաստ կստանաք, Որովհետև դե չկա այդ վստահությունը արդարադատության նկատմամբ։ իդեպ այդ անվստահության հարցը արդեն լուծվում է։ Ոնց։ Քննչական կոմիտեի ղեկավար Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ակնկալում է, որ քրեական գործերի նախաքննության գործընթացում կոռուպցիոն ռիսկերը շուտով լրջորեն կրճատվելու են։ Այո, Ամերիկան մեզ օգնում է կոռուպցիայի դեմ պայքարում, իսկ ինչ օգնություն է ակնկալվում, ուսուցում, մասնագետներ, փորձի փոխանակում։ Մենակ թե կոմպեր չուզեն, մենակ թե կոմպեր չուզեն։ Կոռուպցիայի նվազման հարցում նա խիստ կարևորում է կոմիտեի տեխնիկական վերազինումը, մասնավորապես կառույցի բոլոր ստորաբաժանումներում ներդրվելու է քրեական գործերի թվայնացման ծրագիրը, այնուհետև նախատեսվում է ստեղծել ներքին ցանց, որը ըստ քննչական կոմիտեի ղեկավարի հասանելի է դարձնելու գործերի նյութերն ու հեշտացնելու է նախաքննության նկատմամբ վերահսկողությունը։ Դե լավ, ընդամենը թվայնացում է։ Իսկ ինչի են օգնում մեզ։ About the issue of corruption. Մի քանի շաբաթ առաջ ես կոռուպցիայի հիմնախնդրի եւ այն վերացնելու անհրաժեշտության մասին խոսել եմ։ Կարծում եմ, սա օրինակ է, թե ինչպես է Միացյալ Նահանգների դեսպանատունը նաեւ օգնում իր գործընկերներին այդ հարցում։ Իսկ ինչ կալիբրի օգնության մասին է խոսքը։ Ինչ անտակ նյութական ցինիկ ու զզվելի հարց է ուղղակի։ Մի քիչ պոլիտ կոռեկտ է պետք ձևակերպել։ Քեշով ինչքան պատժ կա եկանում մեզ։ Միացյալ Նահանգների դեսպանատունը $132,000 արժողությամբ սարքավորումներ նվիրաբերեց քննչական կոմիտեին։ Ոչ! Սարքավորումներ մի նվիրաբերեք քննչական կոմիտեին։ Ինչու՞։ Որովհետև քննչական կոմիտեն այդ սարքավորումների մեջից մետաղը հանում է, ձուլում ու տարին մեկ սենց բան է սարքում։
Նենց որ օգնությունը զուտ ծրագրերի տեսքով կամ գրքերի տեսքով, բայց որ մեջը մետաղ չլինի, խնդրում ենք։ Կամ ուղղակի քեշ փող, դա մեր ամենասիրած խթանն է կոռուպցիայի դեմ պայքարի հարցում։ Տեխնիկական այս վերազինումը քրեական արդարադատության համակարգին աջակցության ամերիկյան ծրագրի մի մասն է։ Միացյալ Նահանգների կառավարությունը այդ աջակցության շրջանակներում ըստ պաշտոնական տվյալների Հայաստանին տարեկան տրամադրում է 1.5 միլիոն $։ Ահա թույնա։ Շտապ պետք է ինչ-որ բան ցույց տանք, որ թվա արդյունավետ ենք ծախսում փողերը։ Վիտալիկ հələ մի հատ ցույց տու դահակն ինչ է քերել տարել պլաշատկային օրը։ Այ տենց 10-0։ օգուտում։ Դեռ չգիտեմ, մնացեք մեզ հետ։ Արա Աբրահամյանը նոր հարցազրույց տվեց։ Մենք ինչ ենք պայմանավորվել։ Մենակ իրա վրա չենք կենտրոնանալու, գալու Սահակյանին շարունակելու ենք անդրադառնալ։ Դե նոր հարցազրույց չի տվել մայստրոն, ինչ անեմ ես։ Ճեպազրույց, Չէ, ռեպլիկ։ Ժնևում է մարդը։ Լավ, ինչ ասել Աբրահամյանը։ Ներկայացրել է իր ծրագրի առանցքային դրույթը։ Ինչու որոշեցիք մտնել հայաստանյան քաղաքական դաշտ։ Ինչը ձեզ ստիպեց, ինչից ելնելով նման որոշում կայացրել։ Դա բավականին երկար պատմություն է, բայց ես փորձեմ շատ կարճ ասել ձեզ։ Գիտեք, այսօր ժամանակն է Հայաստանի վերադառնալ Հայաստան։ Ժամանակն է Հայաստանին վերադառնալ Հայաստան։ Դե հա, տրամբանական է, Հայաստանը պետք է սթրվի Հայաստանում։ Ինչ։ Որտեղ էլ Հայաստանը ֆրֆռում այսքան ժամանակ։ Տարբեր Մոսկվաներում օրինակ։ Այդ Արա Աբրահամյաններ Մոսկվաներում Հայաստանը մի քանի հազար տարի է ստեղ է։ Դե երևի ես երգն ա լսել, դրա համար է տենց ասում։ Yes, Հայաստանը yes, արևն իմ սրտում, պես մարդ չի մտնում, և ինչ է լինի, կյանքս չի մտնում։ Լավ, բոլորս Հայաստան ենք։ Մի փոքր պատմեք ինչու եք Հայաստանը վերադարձնում Հայաստան։ Եվ արդյոք հնարավոր է արևմտյան Հայաստան էլ վերադարձնել, քանի այդ գործի վրա եք, էլի։ Ու կամ մյուս տարի շտապ բան չի։ Երբեք Հայաստան իմ մտքից դուրս չի եկել, որտեվ եւ որ ես այստեղ բավականին լավ կառուցության մեջ եմ, ոչ մի խնդիր չունեմ, մեծ հաջողություններ եմ հասել, բավականին Ես ճիշտ եմ հասկանում, որ ակնարկումա թե իր ֆինանսական վիճակը լավ է։ Լավ է ֆինանսական վիճակը։ Ոնց որ լավ ֆինանսական վիճակ է։ ասենք ֆինանսական վիճակը լավ է եւ գիտեմ որ Հայաստանում կան խնդիրներ, դա չի թողնում խիղճը հանգիստ լինի։ Դե շատ լավ է, ինչ եք ուզում մարդուց։ Ուզում ա որ ամեն ինչ լավ լինի։ Իսկապես ուզում եք, ուրեմն նենց արեք, որ ամեն ինչ լավ լինի, մենք էլ մենակ ուրախ կլինենք, գրեք թույն տնտեսական ծրագիր, վերեք իրականացնենք։ Մենակ ոնց որ 10-րդ ձևն է, էլի, ոնց որ անցած ուզում ա վիդեոբոս դառնալ։ Չէ, վերջ կենտրոնանում ենք բովանդակության վրա, էլ չենք նկատում այդ լեզվաբանական առանձնահատկությունները։ Ունեք կոնկրետ տնտեսական ծրագրեր։ Իհարկե ունենք կոնկրետ տնտեսական ծրագրեր։ Ոչ միայն ունենք կոնկրետ տնտեսական ծրագրեր, եւ որ ես ասում եմ ունենք կոնկրետ տնտեսական ծրագրեր, եւ ես հիմա աշխատում եմ, հենց հիմա աշխատում եմ։ Բան չենք ասում։ Ոչ մի բան։ Սերգեյ, մեր մյուս հաղորդման սցենարը սկսել ես գրել։ Ես հենց հիմա աշխատում եմ։ Հենց հիմա ուղղակի նստած ես։ Հենց այս պահին ես աշխատում եմ։ Լավ, լսի, մի հատ միտք ունեմ, ուրեմն արի պարոն։ Ուշացար։ Հիմա ես արդեն հանգստանում եմ։ Այնպեսի բան չեմ անում, որ վախենան, պետքա վախենան այն մարդիկ, այսօր որ ավելնորդ խոսում են, իրանք պետքա վախենան։ Իսկ թվում է կգա ժամանակ ամեն մեկի պատասխանը կստանա։ Կարող է բացեք թողել այս մասը, բայց պատասխան տալ, պատասխան ստանալ արտահայտությունը մեր երկրում արդեն copyright-ված է ու արտասանվում է բադասխան։ Հետո ինձ թվաց թե սպառնալիք էր սա։ Չէ, ինչի միանգամից սպառնալիք։ Հիմա կարող է շատ նորմալ պատասխան է, ասենք բամբաներկա օծանելիքով, չէ՞։ Լավ, իսկ ինչ են ասում այդ չար լեզուները։ Եվ տեսեք ինչ են ասում։ Ռուսերեն չգիտի, հայերեն չգիտի։ Ես ինքը ինչ որ ասում է ճիշտ չի։ Տենց բան են ասել։ Չգիտես մեր մամուլը չի կարելի տենց գործընկերներ իհարկե գիտի եւ հայերեն եւ ռուսերեն։ Ուղղակի մյուս հայերեն կամ ռուսերեն իմացողների համար մի քիչ անսովոր է դա։ Ոչինչ, պարոն Աբրահամյան, լիքը հանճարեղ մարդ իր ժամանակին գնահատված չի եղել։ Գալիլեյը, Վան Գոգը, Կոլումբոսը, Սոկրատը։ պետք է ամեն ինչ փչացներ, չէ՞։ Դեսի Գալուս Սահակյանը վերադարձել է Ժնևից ու հարցազրույց է տվել։ Դե եթեր դուր։ Հա, բայց կարող է տենց համով բան առանձնապես չի ասել։ Աննորմալ է հենց հիմա միանգամից եթեր դուր։
Գալուս Գրիգորիչից փորձեցինք ճշտել, թռիչքների նկատմամբ ֆոբիան միանգամից է հաղթահարել, թե մաս-մաս։ Դա ձեր լրագրողական կասկածամտություններ, ես ոչ թե թռիչքներից էի խուսափում, այլ այդպես անտեղի տեղը գործողում մեկնելուց կամ ճանաչողական ինչ-որ արժեքներ ձևավորելուց, որովհետև բոլորի համար զարմանալի էր, բոլորի համար կար շահագրգռություն գործողումների։ Բա, իսկ դու ասում ես Արա Աբրամյան։ Մերն ուրիշ է։ Արդեն սկսվել են 2016 թվականի բյուջեի շուրջ քննարկումները։ Ինչ բյուջե ենք ունենալու, ինչ սպասումներ ունենանք, որքան գումար ենք ստանալու։ Այս ամենը եւ ավելին պատգամավոր Հակոբ Հակոբյանի վերլուծական մտքի պրիզմայով։ Բնակչությանը ինչ է սպասվում։ Ավելի վիճակը կվատանա, չէ՞։ Շատ պետք է աշխատեն մարդիկ, որ աշխատավարձը շատ ստանան։ Լուսի ուղղը սենց վերցրեց, ուսս պայթացրեց ուղակի։ Տնտեսական հարցերը դեռ երբեք այսքան պարզ ու մատչելի չէին բացատրվել։ Եկամուտը եւ աշխատանքը դրանք ուղիղ համեմատական տնտեսական, քաղաքական, սոցիալական կատեգորիաներ են։ Մարդիկ ուղղակի պետք է շատ աշխատեն։ Լուսի սենց ինքը բացատրում է ու իմ մոտ ամեն ինչ տեղն է ընկնում։ Ուղղակի պետք է 40 ժամի տեղ աշխատել 60 ժամ։ Իսկ եթե չկա աշխատատեղ։ Էդ ինչ կապ ունի, դու դուրս արի փողոց ու աշխատի։ 1000 մի բան կարա այդպես պատահի։ Դուրս արի փողոց ու աշխատին արեք։ Պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով Երևան քաղաքի ոստիկանության տարբեր բաժիններ են բերվել ընդհանուր թվով 17 անձ։ Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Մարմնավաճառներն ուղարկվել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության մաշկավեներական դիսպանսեր ստուգման։ Okay, ուզում ես դեռ փողոց մի դուրս արին արեք։ Դեսի բայց կարող այդ մարդիկ ուղղակի շատ կարճ էին հակել ու զբոսնում էին ծերեթելիով։ Դե վատ բան հոչարեցին, անվճար տարան մաշկաբանի մոտ։ Լավ, վերադառնանք տնտեսական փայլատակումներ մեր հաղորդաշարին։ Աշխատավարձները բարձրացնելու են։ Բայց ձեզ հնարավոր է նվազագույն աշխատավարձի բարձրացում կամ նպաստների բարձրացում 2016 թվականին։ Խնդրում եմ նայեք ձեր շրջապատը ու տեսեք, ովքեր որ շատ են աշխատում, իրենց աշխատավարձը բարձրանում է։ Ովքեր որ շատ չեն աշխատում, իրենց աշխատավարձը չի բարձրանում։ Так, աշխատել շատ ու աշխատել երկար 60 ժամ։ Ես նենց եմ ուզում, որ այս ուսումը տարածում գտնի, թող բոլորը իմանան, բոլորը լուսավորվեն։ Մի խանգարի էլի։ Գրանցի պատճառով իրանք պետք է այդ գնաճի չափով վատ ապրեն, կամ սեղմեն իրանց ծախսերը, կամ չգիտեմ ինչ անեն, իսկ ովքեր որ շատ աշխատավարձ են ստանում, շարունակեն լավ ապրել են։ Իսկ ով քիչ աշխատավարձ է ստանում, կշարունակի վատ ապրել։ Վաու, այս էքսկլյուզիվ խոսացող падգամավորի շնորհիվ նույնիսկ մեր Բիլին կարողացավ ընկալել տնտեսությունը։ Եվ սա դեռ ամենը չէ։ Եվ սա դեռ ամենը չէ։ Ոչ Բիլի, մնացեք մեզ հետ եւ կիմանաք դժգոհելու օգուտները։ Թե կան հնարավորություն ինչու են այդքան դժգոհում, որ աշխատատեղեր չկան, բարձր աշխատավարձ չկա։ Սխալ են դժգոհությունները։ Ես չասեցի, որ դժգոհությունները սխալ են։ Ես մի բան կարող եմ ասել, որ չի կարող դժգոհություն չլինել, հակառակ դեպքում մարդը կարող է պարկել եւ ոչինչ չանել։ Մարդիկ պետքա դժգոհեն, որ ստիմուլ դառնա լավ ապրելու համար, այդ կերպ չի կարող լինել։ Մենք այսքան ժամանակ ասում ենք, այս Նայիրիտի աշխատողների ինչու են կառավարության դիմաց ցույց անում, փողոց փակում։ Բարձում է ուղղակի լավ ապրելու ստիմուլ են փնտրում։ Նշած որ սուղ նախագիծերների բյուջեերների սուղ եւ շատերի մոտ այն ընկալվեց որպես յոլա տանելու բյուջե։ Դուք այս որակը Ես չեմ ուզում բացարձակ որևէ անվանումներ տալ բյուջեին եւ կարծում եմ, որ պիտի մենք նայենք իրատեսական իրողություններին, աշխարհում տեղի ունեցող նաեւ սոցիալ-տնտեսական գործընթացներին։ Այսինքն ինչ, յոլա գնալու բյուջե է։ Դե Նարեկ ջան, հիմա միջազգային տնտեսությունը գիտես ինչ վիճակ է։ Ինչ որ մեկը կա, որ եւ տնտեսագետ է, եւ կարա այս վատ միջազգային տնտեսության միֆը սենց համով ձևերով կոտրի։ Ինչ է նշանակում համով ձևերով։ Դե ասենք առաջ ժեստիկուլյացիայով ու գեղեցիկ նմանակումներով։ Անդադ գալիս եք ասում եք աշխարհում վիճակը ո՞տ աշխարհում շատ լավ է վիճակը։ Միջին հաշվով տարեկան 3% զարգանում այսպիսի 11 աշխարհը չէր ունեցել զարգացման։ Շատ լավ է, թվերով է։ Վերցեք 2014-2004-ը համատեք 2004-1994-ի հետ։ Դու անդադ գալիս եք ու անդադ հենց առաջին նախադասությունը ձեր բոլոր բաները գրվում է, քանի որ բարդ իրավիճակում ենք, սենց աշխարհը սենց, բայց մենք կարողացանք կենտրոնական բանկը սենց բաներ անել։ Ես չեմ ընդունում դա։ Տեսնում ես, ես գիտեի, չէ՞։ Աշխատավարձները բարձրացնում եք թե չէ։ Թոշակների բարձրացում սպասվում է։ Ես նշեցի, որ այն պարտավորությունները, որոնք այս պահի դրությամբ ստանձնված են կառավարության կողմից, դրանք բոլորը ամբողջությամբ կատարվելու են։ Եվ ասես քեզ ասեմ, այդ երկար նախադասությունը կարճ թարգմանություն ունի։ Չէ։
Բայց կարծում եմ դրա կարիքն էլ չկա։ Երկիրը լավ էլ զարգանում է։ Նայեք, տեսեք ինչ կալիբրի մեքենաներ են տանում պլաշատկա։ Դահագնա բռնագանձել։ Այդ ինչքանի տակ էր արագաչափի մոտով անցել։ Երևի մի 350 բացել էր հանդիպակաց գոտիով։ Զադնի։ Այսքանն էր այսօրվա Arm Comedy-ն։ Վերջում առաջարկում ենք դիտել օրվա վիդեոբոցը։ Հայաստանի Հանրապետական կուսակցության շտաբը կղեկավարի վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Արտաքինից էլ ճիշտ է, շատ լուրջ դիրք ընդունում, բայց նա ճարպիկ մարդ է, պատահական չի։ Ժան-Պոլ Բելմոնդը չի, ոչ էլ Խորեն Աբրահամյանը, բայց դրա համար երևի որ շատ ես ենթադրում եմ ուղղակի։ Դες Սամվել Ալեքսանյանի նորություն չկա։ Դες չեն, ես փորձամ ուսել իրան պետք չէ 500 եվրոն։ Ես մեկը հավատում եմ, որ նա կարձագանք։ Ես հավատում եմ։ Իսկ դուք A pearly white, just a jackknife. Where's all of my kid, the baby? And he keeps them out of sight. Ուզում եք դիտել Arm Comedy-ի բոլոր թողարկումները անվճար, բաժանորդ։ Մի վայրկյան ինձ թվում է միշտ էլ անվճար են դիտում, բայց հա։ Դե բան, ամեն դեպքում բաժանորդագրվեք, որ ոչ մի թողարկում բաց չթողնեք ու միշտ առաջինը տեսնեք։ Այստեղ ցեխ մեկ ուղակի ու բաժանորդագրվում եք։